Ներգնահատմամբ ծրագիրը բաների համար ավարտված է, էլի, լայն զանգվածների համար։ Փաշինյանը իրեն հատկացված հատվածը ծրագրի կատարեց։ Այդ 9-րդ կետը ինչի են բանանում, որ ասեն, տեսեք Փաշինյանը դա չի կատարել հերոս տղա, է։ Չէ, ես հարցնում եմ ծրագիրը ավարտված է թե ոչ։ Ենթատեքստը։ Ծրագիրը հայեր կան Արցախում։ Դեռ այդ ծրագրով թե տեղահանված են Արցախից հայերը։ Ադրբեջանը ստացավ ուժով լիարժեք հսկողություն Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքի նկատմամբ ստացավ։ Դա էլ Ռուսաստանի Ադրբեջանի միջև գործարքի էություններ, բովանդակություններ, դրա համար քայլ առաջին հարկավոր էր ռուսական զորքերի տեղակայումը, արդեն տեսնում ենք, որ դրա համար էր դա հարկավոր, եւ երկրորդը շրջափակման, էթնիկ զտման միջոցով հայերից մաքրվեց Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքը, հանձնվեց Ադրբեջանի հսկողության տակ ռուսական զորքերի, այսպես ասած, անմիջական մասնակցությամբ, եւ այսօր տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, դա էլ ինչ է նշանակում, որ Արցախի ինքնորոշման հարցը որպես նախապայման Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար այսօրվա իշխանությունների համար գոյություն չունի, չէ՞։ Եվ իրենք պատրաստ են լեգիտիմացնեն հայերի էթնիկ զտումը Արցախում։ Ինչով են հիմնավորում, ասում են հանուն ձեզ, այն է, ասում են ձեր անվտանգության, ձեր խաղաղ ապրելու համար մենք պատրաստ ենք մեր քույրերին եւ եղբայրներին Արցախից իրենց իրավունքների ոտնահարումը զոհաբերել, որպեսզի լավ լինի։ Բան չլինի, պատերազմ չլինի։ Սա է ամբողջ, այսպես ասած, պարզ պրիմիտիվ բանաձևը, հանրությունը այստեղ բարոյական խնդրի առջև է կանգնում, որտեղ ուզում եք լավ ապրել, խաղաղ ապրել, հա։ Դե ուրեմն ձեր կողքինը ձեր հայրենակիցը բոմժ պիտի լինի։ Համաձայն եք այդ գնով խաղաղության մեջ ապրել։ Մեր հանրությունը դիլեմայի առջև է, ասել այո համաձայն ենք, անբարոյական զգացմունք առաջացնում, նորմալ մարդկանց մասին է խոսքը, չէ՞, այդ գնով լավ ապրել։ Ձեր հարևանին, այսպես ասած, հայրենակցին տրորում են, դուք ձեր այսպես խախանդ կյանքը պահպանելու համար ձեն չեք անում, չէ՞։ Մոտավորապես հանրությունը բարոյական, բացի քաղաքական, սահմանադրական, չէ՞, տեսնում ենք ճգնաժամից նաև բարոյական ճգնաժամի մեջ է գտնվում, դեպրեսիա է մեծ Հայաստանում եւ Սփյուռքում։ Պես չի։ Ռուսաստանը կարա բանուտեղ չդնի Հայաստանին, իսկ Հայաստանը ինչի պիտի այսօրվա իշխանությունները իրենք ինչի պիտի դեմարշ ցուցաբերեն Ռուսաստանի դեմ։ Հիմա քննարկվում է այդ հարցը, ցուցաբերել դեմարշ, խորհուրդ են տալիս այդպեսի, բայց Փաշինյանը ինչի պիտի դեմարշ անի։ Այդքան բանը արած Ռուսաստանի հետ միասին սեփական ժողովրդի դեմ, այնա այնտեղ 4200 ըստ պաշտոնական տվյալների զոհված եւ անհայտ կորած մեր հայրենակիցներ։ Որոշումներ են, չէ՞ դա եղել այդ ամեն ինչը դնել այդ ծրագրի կատարման։ Ու պիտի այդ ամբողջ ներողություն բանը կերած վերջում դեմարշ մատուցեն մայիսին ինչ գնան բանի, ես չեմ կարծում, որ պիսի հարց առհասարակ Փաշինյանի համար գոյություն ունի։ Ինքը իհարկե պիտի գնա իր տրամաբանությամբ։ Այն ինչը որ իրեն շանտեղ չեն դնում, ուղերձ չեն ուղարկում, այդ իր այսպես ասած իրողությունն է, որի մեջ ինքը պիտի ապրի, որովհետև Յանի ջան, դա նաև կանոն է դասագրքային, ով որ սեփական ժողովուրդը դավաճանում է, թեկուս այդ ծառայությունը մատուցում է թշնամուն կամ հակառակորդին կամ եսիմում, այդ ում որ ինքը մատուցել է այդ ծառայությունը, իր նկատմամբ վատ է վերաբերվել, մարդկային առումով, էթիկայի առումով, դավաճաններին չեն հարգում, նույնիսկ նրանք, ովքեր որ օգտվում են իրենց ծառայություններից, եւ
Եթե էտիկետի գոնե, հա, խնդիր կարար լիներ հանուն երկրի ղեկավարի եւ դրանից ելնելով դիվանագիտական էթիկան պահպանվեր, դա էլ այսօր չկա, որովհետեւ բա ում հարգես Ռուսաստանի Դաշնության տեսակետից։ Բայց այնտեղ պարտավոր է լինի ներկայացական ինչ որ մի հատ շարք, բոլորին այնտեղ ում կարան հավաքելու է Ռուսաստանի Դաշնությունը, իհարկե Հայաստանը այն ցանկում է, ում ներկայությունը այնտեղ պիտի լինի։ Այսինքն իրենք այդպես են, չէ՞, նայում այդ հարցին։ Իրենց պետք է որ հարթակի վրա 100 հատ ընդհանրեն գործիչ կանգնի։ Մասովկա։ Իրենք ում չեն ասի, չէ, դու մի արի, լավ։ Բոլորին, եթե Տրամպին էլ կարողանային հրավիրեին կամ մոտեցումը որն է, ինչքան շատ մարդ գա, այդքան իրենց իմիջային բանը բարձր։ Հիմա կարա Փաշինյանը դեմ դուրս գա, ասի, չէ, ես հիվանդացել եմ, չեմ գալի։ Ոմանք կարծում են, որ պիտի տենց ինչ որ մի դեմարշ ցուսաբերի, ես գտնում եմ, որ այդ անիմաստ բանա էս վիճակում էլի։ Անիմաստը դեմարշն է անիմաստ։ Անիմաստը այդ բոլոր բաներ էլի, արդեն ինձ համար ես այսպես եմ նայում էլի, բոլոր այն վատ բաները արված տեղ ինչ որ մի հատ ձևական բան Փաշինյանը պիտի ապրի իր կյանքով, կատարի իր քաղաքական պարտավորությունները բոլոր իր պարտներների առջև, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, մենք էլ պիտի հետևողություն անենք ընտրել, թե չընտրել իրեն հաջորդ ընտրություններում։ Գյումրեցիներում 17000 մարդ որոշեցին, որ ոչինչ որ գյումրեցիները զոհվեցին եւ 60 հոգուց էլ ավել գերավարված էին եւ անմարտկային պայմաններում գտնվեցին Ադրբեջանում։ Ոչինչ, մենք մեկը միևնույնն է կգնանք կընտրենք այդ ուժը։ Չէ՞։ Այստեղ այդ բարոյական խնդիրն է, դիլեման է, որի մասին ասեցի, որ գիտակցությունը հանրային սեփական ապահովությունը, սեփական, հա, շահերի մասին պատկերացումը բերում է նրան, որ մարդիկ ընտրում են այն ուժը, որի ծրագիրն է վնաս պատճառել հենց կամ այդ մարդկանց կամ, բայց դա միայն Հայաստանին այսօր չի վերաբերվում, մենք տեսնում ենք ԱՄՆ-ում այդ տեսակ քաղաքական վիճակ, երբ որ 52% ընտրողների ընտրեցին Դոնալդ Տրամպին, որը որ 100 օրվա ընթացքում մեծ վնաս պատճառեց իր ընտրողներին, չէ՞։ Գները թանկացան, խնայողությունները նվազեցին, արժեքը կորցրեցին բաժնետոմսերը, պարտատոմսերը եւ այլն։ Այսինքն դա պես սոցիալական երևույթ է։ Եվ այդ երևույթը իմ կարծիքով հետեւյալ բանն ունի, որ պրոգրեսը, ընդհանուր սոցիալական պրոգրեսը, գիտատեխնիկական պրոգրեսը շատ արագ է զարգանում, իսկ հասարակական գիտակցությունը իներտ է, ավելի դանդաղ է զարգանում։ Եվ դաշտ է բացվում գիտատեխնիկական միջոցներով թեր գիտակցություն, քաղաքական գիտակցություն ունեցող մարդկանց մանիպուլյացիայի միջոցով, այսպես ասած, քաղաքական պայքարում օգտագործել։ Հիմար մարդուն հիմա մշակված են բոլոր, այսպես ասած, հնարքները, ինչպես հիմար մարդուն խաբել։ Առաջ դա անում էին հանցագործներ, խարդախներ, դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, հիմա դա անում են քաղաքական թիմեր։ Եվ ի սկզբանե, երբ որ գնում են ընտրությունների, իմ անձնական փորձից ես դա կարող եմ ասել, շատերը հենց այդպես էլ խնդիրը ձևակերպում։ Մենք ոնց ենք ընտրողին խաբելու, որ մեզ ձայն տա։ Սա իրողություն է։ Մարդիկ գնում են ընտրությունների, ինչ որ ձևով քվեարկում են, հետո ունենք ինչ որ ունենք։